Այդ իրեք կուսակցությունը նույնիսկ մի պատգամավոր պետքա չունենան խորհրդանում, դրանք չպետքա հատեն խորհրդան անցնելու համար անհրաժեշտ բանը։ Լսեք, դա աբսուրդ է։ Երեք Բարգավաճ Հայաստան կոչվող կուսակցության առաջնորդը իրենց կուսակցության երկրորդ համարը ձերբակալվել եւ կալանավորվել է լրտեսության մեղադրանքով։ Ընդ որում, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասել, Ուչասկովի մակարդակի գործ է։ Ազգային ժողովի գաղտնի նիստի արձանագրությունը եւ բովանդակությունը թարգմանել է եւ փոխանցել է օտարերկրյա ծառայությունը։ Սա կոչվում է հայրենիքի դավաճանություն։ Ու ԲՀԿ-ի ղեկավարը երթա անում ի պաշտպանություն։ Սենց բան Հայաստանում չի եղել։ Երթ ի պաշտպանություն լրտեսության, երթ ի պաշտպանություն հայրենիքի դավաճանության։ Սենց բան չի եղել։ Դա մենակ գագոն տարարանել տեսնած, սա աբսուրդ է, հասկանում եք, ի պաշտպանության լրտեսության երթ։ Մի հատ էլ կանգնել է 1980, ես չեմ ուզում բանանեմ։ Մի հատ էլ կանգնել է, ասма կարակ հպարտանակ բանով, այդ մարդով, որը բան արել, լրտեսություն արել, ասма կարակ հպարտանակ, այդ մարդով կարակ, համեք իրանով կարանք հպարտանակ, մեկ է քո զավակով կարանք հպարտանանք, որը բանա Աբովյանում կրակելու համար, այդ մարդիկ հայրենիքից, ասում եմ, դրանք սահմանին մի կրակոց չեն արձակել հայրենիքի պաշտպանության համար։ Մի հատ էլ կալուգացինի հայ, ասում եմ, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Այն մեկը ի պաշտպանության լրտեսության երթ անում, այն մեկն էլ ասում եմ, մենք իշխանությունը վերցնելու։ Ումից է վերցնելու իշխանությունը։ Ումից է վերցնելու իշխանությունը։ Նիկոլի հարցը չի։ Ժողովրդի հարցն է։ Իշխանությունը դուք լսել եք ես ասեմ, երբևէ իշխանությունը ես վերցնելու եմ։ Կամ իշխանությունը իմն է։ Լսել եք։ Իշխանությունը ժողովրդինն է։ Եվ ով որ փորձի ժողովրդից իշխանություն գործի, ժողովուրդը նրա թաթիկները կջարդի։ Թաթիկները կջարդի։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ